Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք Իջևան Wine Club-ում ենք Զով արմարային առավոտ է մեզ մոտ եւ մենք ունենք շատ բարձր տրամադրություն եւ շատ հատուկ հյուր։ Այո, եւ այսօր մեր տաղավարում է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ պարզապես գեղեցկուհի Նազիկ Ավդալյանը։ Բարի լույս։ Բարի լույս ես։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք։ Նազիկ, դու գիտես, ես ամեն անգամ երբ քեզ տեսնում եմ, տալիս եմ նույն հարցը առաջ։ Ոնց կարա աղջիկը այդ ծանր շտանգաները բարձրացնի, բայց միևնույն ժամանակ այդքան նուրբ լինի ու գեղեցիկ։ Շնորհակալ եմ Սուրեն ջան կարծիքի համար, նման տեսակետի համար, բայց կարծում եմ, որ մասնագիտությունը այդքան էլ կապ չունի, ավելի շատ կապ ունի, թե դու ինչպիսին ես ուզում լինել։ Եվ մեր ընտրած մասնագիտությունը առնվազն կարող է ավելի ատլետիկ դարձնել կնոջ կազմվածքը, իսկ թե սպորտը թողնելուց հետո, երբ անցնում ես առօրյա կյանքին, ապրում ես քո կենցաղում, արդեն լինում ես այնպիսին, ինչպիսին ստեղծել է բնությունը, կամ էլ ինչ-որ փոփոխություններ ես անում, որը որ դեռ չեմ արել, հետագայում չգիտեմ։ Իսկ ինչպիսին է աշխարհի չեմպիոնի առավոտները, ինչպես եք սկսում, ինչից եք սկսում։ Եվ երբ եք սկսում։ Առավոտները շատ ցանկալի կլինի, որ ավելի վաղ սկսեմ, որին ցկտում եմ, քանի որ համարում եմ, որ հենց դա է ամենաառողջարարը, երբ որ ավելի շուտ ես արթնանում, շուտ քնում եւ շուտ ես արթնանում, բայց ես սիրում եմ առավոտները քնել, երևի հոգնածությունից է, օրվա հոգնածությունից է։ Սկսում եմ 9-ին, 10-ին, շատ արագ զարթուցիչով արթնանում, արագ իմ առավոտյան գործերը, մի հատ ջուր պարտադիր, այդպես սուրճ, որ կարողանամ արթնանալ ու վազում եմ գործերից։ Նազիկ, ամբողջ սպորտային կարիերայի ընթացքում դու սովոր ես, որ այդ ծանրաքաշ ձողը բարձրացնես, հա, իսկ երբ ջղայնանում ես, ձեռքի տակ ընկածը թեթև չի թվում քեզ արդեն։ Չէ, իրականում աշխատում եմ շատ չջղայնանալ։ Բայց այնքան տարօրինակ ու հետաքրքիր հարցեր են տալիս այդ առումով։ Ծանրամարտը կարծում եմ ավելի շատ հանգիստ բնավորություն ունեցող մարդկանց համար է, ովքեր որ շատ կենտրոնանում են իրենք, այդ ծանրամարտը այդպես չի, որ ջղայնանաս, գաս հանես, բարձրացնես այդ ծանրությունը, ավելի հավասարակշռված, հանգիստ, բայց թե ջղայնանալու ժամանակ աշխատում եմ ձեռքս ծանր փնջուն գնել։ Իսկ հեշտ է քեզ հունից հանել։ Չէ, ասեմ։ Չէ, որովհետև ես անընդհատ փորձում եմ հասկանալ մարդուն նախ ինչու է այդպես տրամադրված։ Հունից հանելը համենայն դեպս միշտ ասում եմ, երևի ինձ կարողանում է հունից հանել մենակ իմ որդին, որ հասնում է պահի տակ այնպես, որ կարողանամ շատ բարկանալ, երևի հենց դա էլ նրանից է, որ ոչ թե շատ եմ պահանջում կամ շատ է, ավելի շատ է, հա, հենց կարող եմ այդպես ասել, որ ուզում եմ ավելի լինի այն, ինչ որ ես պատկերացնում եմ, որ կարող է լինել ինքը։ Դե ինքն էլ իր մանիպուլյացիաներով, իր ամեն ինչով, իսկ առօրյայում այդքան աշխատում եմ չեմ, ընդհանրապես հունից դուրս չգալ։ Իսկ նման է ձեզ սպորտային մարդը։ Այդ առումով այո, քանի որ ունի շատ լավ մկանային համակարգ, բայց ցավոք, եթե կարելի այդպես ասել, վնասվածք ստացավ եւ հիմա արդեն չի զբաղվում սպորտով, տեսնենք ինչքան ժամանակ, քանի որ լուրջ վնասվածք է ստացել, զբաղվում էր մարմնամարզությամբ եւ բաթուտի վրա վարժություն անելու ժամանակ կտրվեց խաչաձև կապանը, դե բայց հիմա չեմ վիրահատում, տեսնենք հետագայում ոնց կլինի։ Ինքը ուզում է շարունակի, բայց տեսնենք։ Նազիկ, դու քո տեսակով կնոջ այն խորհրդանիշն ես, որ ապացուցեց, որ հաղթանակները հատկապես այդ ծանր, հա, սպորտի մեջ հատուկ են ոչ միայն տղամարդկանց, նաև կանանց։ Եվ կինը կարող է իր ուսերի վրա, բառից բուն իմաստով, նաև հենց այդ ծանրությունը վերցնել, ուր մնաց արդեն կյանքի դժվարությունները չհաղթահարի։ Այս դժվարությունը, հա, այդ սպորտի մեջ, այդ տոկունությունը, ընդհանրապես կյանքում օգնում է եւ տալիս է այդ հնարավորությունը, որ դու յուրաքանչյուր ասպարեզում եւ յուրաքանչյուր քայլիդ մեջ ապացուցես, որ դու հաղթող ես։ Իրականում ծանրամարտը ես չէի ուզենա մասնագիտություններն առանձնացնել կանանց կամ տղամարդկային, որովհետև մասնագիտությունը իրապես սեր չի ճանաչում եւ մարդիկ պետք է ընտրեն այնպիսի մասնագիտություն, որտեղ իրենց կգտնեն, որոնք որը կսիրի, կկարողանա կայանալ այդ մասնագիտության մեջ, չէ որ ամբողջ կյանքում, հատկապես որ ամբողջ կյանքի համար է, ինքը այդ է անելու եւ կարծում եմ ավելի շատ տեսակի հարց է, քան սերի։
Իսկ կանանց հետ կապված բնականաբար արդեն ապացուցվել է, որ ծանրամարտով զբաղվելը որևէ մի վնաս չի պատճառում կնոջը, ոչ մի պարագայում, հատկապես երեխա ունենալու հետ կապված շատ թյուր կարծիքներ կային, բայց մենք դեռ մի աղջիկ չունենք, որ բալիկ այդպիսի խնդիր ունենա։ Իսկ որպես այդպիսին ծանրամարտը ինձ կյանքում շատ բան է տվել կյանքի համար։ Քանի որ սպորտը ճիշտ է պետք է ունենաս ինչ-որ որակներ, որպեսզի կարողանաս զբաղվել, բայց եթե մի պատ ուզգում ես այդ սպորտաձևը, դու ուզգում ես ինչ է ընդհանրապես սպորտը, կարողանում ես քեզ վրա աշխատել, ինքը քեզ շատ բան է տալիս։ Եթե դու հաղթանակներ ես ունենում սպորտում, եթե դու ինչ-որտեղ քեզ հաղթում ես, կյանքում արդեն մենք հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, որոնք կոչվում ենք հուսահատվում ենք, եւ մենք հիշում ենք, թե ոնց ենք անցել այդ ամեն ինչը, չէ՞ որ մենք ավելի բարդ բաներ ենք հաղթահարել, իսկ կյանքում մենակ սպորտում ծանրություն բարձրացնելը կամ մենամարտային սպորտաձևերում այդ պարզապես մենամարտ անելը չէ։ Շատ հոգեբանական պահեր կան, որ մարզիկն ապրում է։ Ու սպորտը ավելի շատ հոգեբանություն է, քան ֆիզիկական պատրաստականություն։ Շատ մարզիկներ կան, որ ֆիզիկապես պատրաստ են, բայց հոգեպես իրենք պատրաստ չեն մրցումների մասնակցելու, պատրաստ չեն մենամարտի մտնելու, պատրաստ չեն այդ կիլոգրամները բարձրացնելու, որովհետև շատ լուրջ հոգեբանական պատրաստություն է պետք, որը եւ շատ է օգնում կյանքում, շատ։ Ձեր կենսագրությունը եւ ձեր օրինակը շատերին մոտիվացնում է, շատերի համար իսկապես այսպես յուրօրինակ տարբերակ է, թե ինչպես ուժեղ լինել, ինչպես հաղթահարել դժվարությունները եւ հասնել հաջողության, բայց ես գիտեմ նաեւ, որ այդ ոգեշնչումը փոխանցում եք նաեւ տարբեր փոքրիկ հավաքների ժամանակ, որոնք հիմա կազմակերպում եք։ Ուզում մի քիչ այդ մասին պատմեք։ Ընդհանրապես ես շատ եմ սիրում, երբ հանդիպումներ են լինում, հատկապես երեխաների հետ։ Այդպիսի շատ հանդիպումներ եմ ունեցել մարզերում, դպրոցներում, գիտեմ, որ երեխաների հետ կապված ինչ-որ մի բան ասում են, ես պատրաստ եմ, անկախ ամեն ինչից, ու շատ ուրախ կլինեմ ու ուրախանում եմ, երբ որ իմ կյանքի փորձը, ինչ-որ խորհուրդներ կարողանում եմ ես օգտակար լինել դրանով երեխաներին, մարդկանց, իրենց կյանքում ինչ-որ մի պահի ճիշտ որոշում կայացնելու կամ հաշվի առնելու այն ամեն ինչը, ինչ որ ես պատմել եմ կամ ասել եմ։ Հիմա անում եմ, այո, միշտ եմ արել, հատկապես սպորտսմենների հետ։ Ուսանողների հետ եմ հանդիպումներ անում շատ, ինչու՞ չէ կանանց հետ, շատ տարբեր մասնագիտություն ունեցող ու շատ տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց հետ ունենում եմ հանդիպումներ։ Եվ հատկապես թեմաները, որոնց մասին խոսում եք իրենց հետ, որոնք են, ինչից եք սկսում։ Թեմաները հիմնականում մոտիվացիան է եւ թե ինչպես հաղթահարել դժվարությունները։ Իհարկե, գիտեք նաեւ ոնց եմ կարծում, որ չի կարող մարդ ուրիշին մոտիվացնել եւ ունենալ հեշտ անցած ճանապարհ կամ հեշտ կյանք։ Բնականաբար յուրաքանչյուրն էլի անցել է ու էլի անցնում է այդ ամեն ինչի միջով, բայց քանի որ ավելի վառ է, ավելի տեսանելի է իր անցած ճանապարհը, այդպես ավելի է կարողանում մարդկանց մոտիվացնել։ Համենայն դեպս ես ուրախ եմ դրա համար, որ իմ անցած ճանապարհը կարողացել է մարդկանց ինչ որտեղ օգտակար լինել։ Քանի որ գիտեք, երևի այդպես ասեմ, երանելի է իմ անցած ճանապարհը ինձ համար, որովհետև դա չեղավ միայն սպորտային կյանք, որը որ մնաց ինձ, իմ հաղթանակները, այն ծառայեց շատերին, որոնք կյանքի դժվար պահերին կարողացել են հաղթահարել այդ պահը։ Ես ունեմ շատ նամակներ, Instagram-ով, Messenger-ով, հանձամբ որ տեսնում են, այդ հարցազրույցներից հետո գրում են ինձ, որը ինձ համար ամեն ինչ է։ Ու համարում եմ ես ոչ թե իմ ավտովթարը դժբախտ պատահար, իմ վնասվածքները կամ այն ամեն ինչի միջով ինչ որ ես անցել եմ, ես դա համարում եմ այո, երանելի ճանապարհ։ Սպորտը իհարկե տալիս է այդ հոգեբանական տրամադրվածությունը, հավասարակշռվածությունը, բայց սպորտում կարևոր է նաև ամեն ինչին մոտենալ շատ հումորով։ Իսկ դա տալիս է գյումրեցու տեսակը։ Այդ գյումրեցու միշտ հաղթող եւ միշտ առաջ գնացող տեսակը եւ այդ ամենին վերաբերվող հումորով դա Նազիկ Ավդալյանի տրամաբանության ու տրամադրության մեջ միշտ է առկա։ Իրականում
Այո, շատ բաներ փորձում եմ վերածել հումորի, ինչ որ դժվար իրավիճակները փորձում եմ ավելի թեթևացնել, որ ավելի հեշտությամբ անցնեմ, բայց նաև շատ լավ գիտակցում եմ, որ դժվարություններից պետք չի վախենալ, որովհետև մենք դրանց մեջ ձևավորվում ենք ու ամեն ինչը հենց երևի դա էլ է ինքնապաշտպանական ռեակցիա է կամ ինչ որ ավելի հեշտ հաղթահարելու այդպես ներսի ցանկություն է, որ նաև այդ ընկալումը, որ ինչ որ մի բան եթե ուզում ես թեթև լինի, թեկուզ մարդկանց աչքին այդպես լուրջ չերևա, մեջը հումոր ես մտցնում ու դա կորցնում է իր լրջությունը, նույնը շատ իրավիճակներում այո փորձում եմ ես անել, նույնը իմ ավտովթարից անմիջապես ավտովթարից հետո երբ այդ ամեն ինչը հումորի էի վերածել ու չգիտեմ, եղել են այդպիսի պահեր, որ բժիշկները զարմանում են, թե երևի բայց հա, իմ մոտ էլ է, այդ աշխատում է։ Լավ, վերջին անգամ երբ է եղել շատ լիաթոք ծիծաղել։ Եվ ինչի հետ է։ Մի քանի օր առաջ, երևի ինչ որ հումորային այդպիսի պատմություն էր, հիմա չեմ հիշի, բայց sense շատ հումորային, ինտելեկտուալ, այդպես սուր, որը որ շատ այդպես շերտեր ուներ ու շատ հետաքրքիր էր, այդպես խմբով հավաքվել էին։ Իսկ հակառակը վերջին անգամ երբ է եղել, որ ասես հիմա որ sense տվել եմ, 3 երևի, բայց հումորով։ Իսկ դժվարությունների ժամանակ ինձ հետաքրքիր է դուք ակնկալել եք երբևէ ինչ-որ մեկի օգնությունը կամ սպասել եք, թե միշտ բոլոր իրավիճակներում հույս դրել եք միայն ձեզ վրա, թե դա եղել է վերջին տարբերակը, երբ էլ ուրիշ հնար չի եղել։ Իրականում ես համարում եմ այդպես, եթե ուզում ես, որ քեզ օգնեն, իսկ առանց որևէ մեկի օգնությամբ մենակ չես կարող ոչ մի բան անել։ Թեկուզ եւ դու շատ կիլոգրամներ, ասենք սպորտսմեն ես, բայց եթե դու քեզ համար չանես, դու քեզ չօգնես, առաջ չգնաս, որևէ մեկը քեզ օգնության ձեռք չի մեկնի։ Բնականաբար այդպես է։ Դրա համար, եթե ուզում ես քեզ ինչ-որ մի բանով մյուսները օգնեն, դու պետք է դու անես այդ քայլերը եւ չպետք է օգնություն խնդրես որևէ մեկից։ Պետք է անես այնպես, որ մարդիկ ցանկություն հայտնեն քեզ աջակցելու, միանալու, օգնելու։ Եվ հենց այդպես եղավ իմ սպորտային կարիերայի ընթացքում, թե բնականաբար անում ես մի բան, որը որ մարզիչն է քեզ հետ հույսեր կապում, հետո արդեն գալիս է ֆեդերացիան, պետությունը, բնականաբար առանց այդ օգնությունների չես կարող անել ոչ մի բան։ Բայց ես միշտ ամեն պարագայում մնում եմ իմ այն կարծիքին, որ դու սկզբում պետք է անես ինչ-որ մի բան, որ մարդիկ էլ քեզ պատրաստական լինեն օգնելու։ Նազիկ, հիմա մեր սեղանին դրված է բրիզը, Իջևանի ռոզե փրփրուն գինին, հա, որը ավելի շատ նախատեսված է հենց գեղեցիկ սեռի համար։ Ինձ հետաքրքիր է ինչպես է քո շփումը գինու հետ ընդհանրապես եւ ինչ է քեզ կարող է ստիպել պարզապես նստել, վերցնել մի բաժակ գինի ու մտածել։ Ես իրականում սիրում եմ խմել գինի, բայց ոչ շատ քիչ։ Այդ սպորտային տարիներով զբաղվելու ժամանակ էինք բավականին շատ խմում եւ ոչ թե շատ խմում, այլ շաբաթվա մեջ 1 կամ 2 անգամ երեկոյան խմում էինք, քանի որ շատ կարեւոր բաղադրիչներ ունի իր մեջ, հակաօքսիդանտներ եւ օգտակար է իհարկե չափի մեջ։ Ցանկալի չէ կարծում եմ առավոտյան, որովհետեւ ավելի լավ է մաքուր ինչ-որ մի բան, ջրով եւ մաքուր այդպես, բայց իհարկե երեկոյան հոգնածությունից հետո, որ ավելի հանգստանա մկանները, այրան շրջանառության համար, մենք ժամանակ առ ժամանակ անպայման օգտագործում էինք գինի։ Իսկ ես օրվա մեջ, այո, լինում են այդպիսի պահեր, երբ մենակ եմ լինում, ինչ-որ իմ սիրած երաժշտություն եմ միացնում, մենակ պարկում եւ վայելում եմ գինին, այո, իմ մտքերով, ինչ-որ հատկապես հաջողություններից հետո։ Երբ որ նշում ենք, հետո ես առանձնանում եմ ու մենակ վայելում։ Իսկ կենաց սիրում եք ասել։ Կենացներ չեմ սիրում ասել ընդհանրապես, բայց սիրում եմ, երբ որ այդ պահին ուզում եմ ցանկություն է հայտնում առաջանում իմ մոտ ինչ-որ մի բան ասելու, սրտի խոսք եմ ասում, բայց կենացներ որպես այդպեսին, որպես կենաց ընդհանրապես չեմ սիրում։ Դարի ես քեզ օգնեմ, լավ, վերցնենք բաժակը, ես սկսեմ նախադասությունը, դու պարզապես մի բառով ավարտիր։ Թող միշտ լինի խաղաղություն։ Եթե այս ասում է չեմպիոնը, նշանակում է պետք է միշտ լինի, իսկ խաղաղությունը մենք ինքներս ենք ստեղծում։ Նազիկ ջան, դու քո տեսակով, քո գեղեցկությամբ, քո սպորտով, քո հաջողություններով ու քո հաղթանակներով։ Սա խաղաղության մի կարևոր կետ է։
Եթե յուրաքանչյուրս մեր կետը բերենք մեր աշխատանքով ու հաղթանակներով, կարծում խաղաղությունը ապահովված կլինի։ Շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ նաև ձեզ, բայց ես խաղաղությունը շատ բառից գլոբալ իմաստով էի ասում, խաղաղություն արտակնապես, խաղաղություն մեր ներսում, որովհետև դա ամենակարևոր բանն է, որ մենք կարողանանք շարունակել մեր կյանքը, մեր ծրագրերը եւ մեր ներաշխարհի խաղաղությունը հատկապես ամենակարևորն է։ Այո, ես ավելացնեմ, ես միշտ ասում եմ, երջանիկ լինելու համար, այո, կարծում եմ ներքին խաղաղությունը շատ կարևոր է։ Եթե ուզում ես հոգուդ հետ խաղաղ լինես, պիտի խաղաղության դաշինք կնքես քո ներսի հրեշտակների եւ հրեշների հետ։ Այո, նաեւ այդպիսի մի բան կա, ասում է, եթե դու ինքդ քեզ հետ խաղաղ ես ու ներդաշնակ ես ամբողջ բնության ու աշխարհի հետ։ Շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար եւ ձեզ մեծ հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ եմ փոխադարձ։ Բայց Նազիկ, քանի որ երեկոն պետք է ավարտել, հա, ինչպես ասեցի, հոգուդ հետ հանգիստ, ներդաշնակ ու խաղաղ ու շատ կարևոր մտքերի մասին մտածելով, ես առաջարկում եմ, որ այդ առաջին օգնությունը այդ ամենի լինի նաև Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող իմ ամենանախընտրելի եւ սիրելի գինիներից մեկը՝ պուր կարբոնը, կարմիր չոր, որը համոզված եմ իր տեսակով էլ ավելի հետաքրքիր կդարձնի երեկոն։ Սա փոքրիկ նվեր մեր գործընկերոջ կողմից, մեր ընկերոջ կողմից եւ թող երեկոները միշտ հենց լինեն այս հաճելի տրամադրության մեջ։ Շնորհակալություն ձեզ էլ։ Շնորհակալ ենք։ Այ այսպիսի չեմպիոնաշատ առավոտ էր մեզ մոտ, բայց դեռ շարունակվում է։ Հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։